Երանի թե քո սերը հասկանայի, Երնեք իմ սրտում քեզանից բացի, Ոչ մեկին այս կարճ կյանքում չունենայի, Երնեք դու լինեիր իմ թագավորը, Որ հրամաններդ սիրով կատարեի, Երնեք դու լինեիր իմ միակ սերը, Որ հաճախ մտքով քեզ մոտ սովառնեի, Երնեք ես Աստծային անբացատրելի քո բարությունը, Երնեք մեկ վարկյան դու ինձ մոտ հյուր գայիր, Որ եսնեի իմ ոչնչություն, Երնեք հասկանայի գոնե ես միայն, Թե դու որքան ես ինձ ձեռք երկարել, Երբ հազարավոր շատ օրեր անցան, Եվ քո քաղանցքը վրաս է եղել, Երբ ապստամբ էի ու քեզ հակառակ, Ու քայլում էի ես լայն ճանապարհով, Երբ գտնվում էի ես մեղքերի տակ, Ու բռնված էի անօրեն մտքով, Նույնիսկ անունդ երբ հայոյում էի, Փախչում էի, որ քո ձայնը չլսեն, Ու զավակներին քո հալածում էի, Չէի թողնում նրանց, որ խոսքդ խոսեն, Երբ իմ էությամբ ես անհավատ էի, Ու մառան էի ես պղծությունների, Նույնիսկ այդ ժամից դու ողորմած էիր, Եվ ոչինչս քեզ շատ էր սիրելի, Օ իմ թանկագին ու հզոր Աստված, Քննելի են դատաստաններդ, Չէ որ արժան էի պատժի անկասկած, Արժանի չէի, որ վայելեի սեր, Բայց դու սիրեցիր ինձ, ով իմ Աստված, Սիրեցիր և դեռ ես մեղավոր էի, Քո սիրո մասին որդիդ ինձ ասաց, Ես նրա քաղցր ձայնը լսում էի, Լսում էի նրա ձայնը մսուրից, Երբ աշխարհ եկավ ուժգին լալիս էր, Անկողին դարձած այդ խանձարուրից, Փչիկ ձեր ձայնը գալիս էր, Որդիս, քեզ համար ես աշխարհ եկա, Եկա այս երկիր, որ քո տեղն ապրեմ, Մեծ երկինքներից ահա ես իջա, Որ հավերժական մահից քեզ փրկեմ, Ու երբ Հովսեփը գնաց Եգիպտոս, Իր հետ տանելով Աստծո միածնին, Կարծես գետակի պես արագահոս, Մի ձայն էլ հասավ իմ ականջների, Հիմա գալիս եմ Եգիպտոս, որդիս, Որ գերությունից ես քեզ ազատեմ, Այդ սուրբ պատգամը ստացա իմ հորից, Ու հիմա պիտի ես այն կատարեմ, Երբ ծնողներիդ մոտ մեծանում էիր, Շնորհք գտնելով Աստծուց, մարդկանցից, Այդժամ լսեցի, որ ինձ ասում էիր, Ահա ես եկա անչափ բարձրերից, Որ հնազանդվել քեզ սովորեցնեմ, Որ քեզ հոգևոր մանուկ հասակից իմաստությամբ ու պարզությամբ լցնեմ, Ու երբ երեք օր հորդ տանը մեջ, Աստծո տաճարում Տեր իմ մնացիր, Կրկին լսեցի ձայնդ անընդմեջ, Ու կրկին ինձ հետ հոգով խոսեցիր, Պանդուխտ ես այսօր դու այս աշխարհում, Ահա քո տունը, սուրբ եկեղեցին, Ուրիշ օթևան չունենաս երկրում, Թող քո օրերը այս վայրում անցնին, Երբ որ կանայի մեկ հարսանիքում, Դու ջուրը Տեր իմ գինու փոխեցիր, Լսեցի ձայնդ իմ ականջներում, Ու կրկին սիրով դու ինձ ասացիր, Երբ պետք ունենաս դու իմ արյունի, Կարդա խոսքը իմ, նա ջուր է իրավ, Եվ այդ ժամանակ ջուրը կորշնվի, Կբժշկի քեզ, կլինես անցավ, Երբ մկրտվեցիր դու Հորդանանում, Կրկին քո ձայնը ականջիս հասավ, Թե իմ ետևից դու գալ ես ուզում, Ուրացիր անձդ, խաչը ուսի տար,
երբ բժշկում էիր դու հիվանդներ ու պիղծ դևերը փախչում էին քեզնից, լսեցին ձայնդ հոգուսականջներ ու ասում էիր ինձ դու շատ մոտիկից։ Ահա տալիս եմ քեզ իշխանություն կարիճների և օձերի վրա, օգտագործիր այն դու այս աշխարհում, քայլիր թշնամու զորքերի վրա։ Երբ 12-ից մեկը քեզ մատնեց, որին դու նույնպես սիրում էիր, իմ Տեր, այն ժամին հոգին քո ձայնը լսեց։ Ոչ ամենքն են, որ ունեն անկեղծ սեր, դու եղբայրներիդ անաչառ սիրիր, հարգիր ու պատվիր միշտ նրանց անկեղծ, բայց անձդ միայն դու ինձ վստահիր ու երբեք մարդուն քեզ վահան չանես։ Երբ անարգում էին քեզ իմ արարիչ ու ենթարկում էին ծաղր ու ծանակի, քո սուրբ բերանից դուրս չեկավ ոչինչ, միայն ինձ հետ էիր խոսում ուղղակի։ Շատ նեղություններ կունենաս երկրում և կպատահեն դժվարություններ, բայց ուրախացիր դու այդ ամենում, քեզ սպասվում են շատ օրհնություններ։ Երբ խաչը ուսից սարն էիր բարձրանում ու տանում էիր մեր մեղքերը բոլոր, կրկին քո քաղցր ձայնն էի ես լսում։ Սիրով դու ծածկիր մեղքը քո եղբոր։ Երբ որ գամբեցիր դու խաչի վրա, ասացիր. Ներիր հայր, չեն հասկանում։ Ու ինձ ասացիր. Դու աղոտ քարա, այսօր շատ է պետք բարեխոսություն։ Երբ խաչի վրա Տեր իմ դու մեռար, քո մահով դու ինձ կյանք պարգևեցիր։ Ու ինձ ասացիր. Քո եղբոր համար երբեք քո կյանքը դու մի խնայիր։ Երբ երրորդ օրը հարություն առար, ինձ էլ քեզ հետ Տեր հարություն տվիր, և նվիրեցիր ինձ մի կյանք արդար, կենտանի հավատք ինձ պարգևեցիր։ Երբ երկինք փառքով դու համբարձվեցիր, կրկին քո ձայնը հասավ ականջիս. Սիրելի որդիս, արագ պատրաստվիր, շուտով պիտի գամ ես քո ետևից։ Ու հիմա իմ Տեր, սպասում եմ քեզ, որ ինձ երկինքը դու տեղափոխես, ամեն օր հոգով ինձ պատրաստում ես, սպասում եմ քեզ, սպասում եմ քեզ։ Գողգոթա կոչված լեռան գագաթից անաղմուկ մի գետ հոսում է արագ, սկիզբ առնելով ակունք խաչյալից, այցելում մարդկանց ինչպես մի ջրակ, այլ խոսքով հարոս երկնքի, հուսահատներին մի աղբյուր հույսի, միակ հաղթողը աշխարհին մեղքի, այյուրը Աստծո որդու Հիսուսի։ Մոտ 2000 տարիներ անցան, բայց մինչև այսօր հոսում է։ Շատ մարդիկ աշխարհ եկան, հեռացան, բայց հոսքը արյան չի դադարում։
Նա պտտվում է ամբողջ աշխարհով, ցածր եւ խոնար սրտերի միջով, խոսում է հանդարտ, խոսում խոսելով, իրեն ցանկացող հոգու վրայով։ Նա բժշկում է, նա պահպանում է, ցանկապատ է մեր շուրջը կանգնեցնում, ամեն տեսակի մեղքից մաքրում է, երրորդ երկնքի ճամփան է բացում։ Նա զորություն է տալիս տկարին, հավատացողին վահան է, ասպար, պապանձեցնում է բանսարկու չարին, դարձնում կատարյալ մարդուն անկատար։ Ողջ տիեզերքի մեջ չկա արարած, որ մաքուր լինի Աստծո աչքերին։ Երկնում հրեշտակներն անգամ արարված, կատարյալ չեն մեր Տիրոջ աչքերին։ Բայց այսօր քերված, տեսնում է Աստված սուրբ եւ կատարյալ, քանզի իր որդու այրյուն է թափված, ընդունել ես դու, որպես բանտարկյալ մեղքի պատերի մեջ նստած էիր դու, կմնայիր մեղքով հավերժ պարուրված, թե որ չլիներ այրյուն իր որդու, հավերժ կլիներ Աստծուց վտարված։ Ուրիշ իր ընդմիշտ, դու պատճառ եղար, որ Քրիստոս արքան մեղքի զոհ լիներ, ձեռքերը նրա մեղվեց քեզ համար, որ այդ ձեռքերից սուրբ այրյուն հոսեր, որ բոլոր մեղքերդ ձեռքերով գործած լվացվեր այրյամ հոգուտ վրայից, իսկ այրյան հոսքը ոտքերից խոցված քեզ ետ դարձներ լայն ճանապարհից, որ քո ընթացքը երկրային կյանքի լիներ միմիայն սուրբ այրյան ներքո, որ օրերը քո դառը տանջանքի վերանալի փառը զգարի Աստծուն, որ հավերժական ժամանակներում սուրբ Աստծո գահի առջև բնակվեիր, որ հավերժ անդարձ բոլոր դարերում Քրիստոսի հարսը երկնքում լինեիր, եւ այս ամենը դու ժառանգեցիր միմիայն գարի սուրբ այրյան շնորհիվ, քանզի այդ այրյամբ դու մաքրվեցիր եւ ազատվեցիր մեղքերից անթիվ։ Եկեք հիշենք մեր անցած օրերը, ինչպես ծառա էինք մենք սատանային, ինչպես գրավեց նա մեր սրտերը ու գերի արեց մեղքի օրենքի։ Եկեք մենք հիշենք մեր անցած կյանքը, ինչպես էինք լցված մենք պղծությունով, ապականված էր մեր ամբողջ միտքը, ում էինք լայն ճանապարհով։ Եկեք հիշենք, թե ինչպես էինք սուզված, ինչպես էինք քայլում այն բռնած ճամփով, ինչպես էինք չարի կամքով ներծծված ու լցված էինք իր հատկություններով։ Եկեք մտովի ետ գնանք մի պահ, մտաբերենք մեր ապրելակերպը, ինչպես էինք քայլում ուղիղ դեպի մահ ու հագել էինք ճիշտ այն լրի կերպը։ Դուք, որ ամենքդ լսում եք հիմա զգաստության այս խոսքերը այսօր, եւ ես էլ ձեզ հետ, ետ բերենք մի պահ մեր անցած կյանքը, օրերը բոլոր։ Ամեն առավոտ, երբ արթնանում էինք ու բացվում էր մեր փակված աչքերը, աճապարելով մենք շտապում էինք կատարել մարմնի ցանկությունը։ Եվ որքան որ մեզ դա հաջողվում էր, ոչ երկուստ մենք այն անում էինք, եւ մեր հոգին խիստ սաստիկ տանջվում էր,
երբ ջրի պես մենք մեղքը խմում էինք։ Մեր անցած կյանքի բոլոր օրերը մենք մեղքից բացի ոչինչ չենք արել, քանզի սովոր էին մեր անդամները, մենք այդպիսին ենք բոլորով եղել։ Եվ որքան ենք մենք տվել պղծության այս մեր մարմինը, որն Աստված ստեղծեց, որքան ենք տվել ապականության այն անդամները, որ Տերն արարեց, ինչպես անխնա մենք գործածում էինք մեր անդամները մեղքեր գործելու, եւ ինչպես նրանց մենք ընծայում էինք անօրինության գործիք լինելու։ Այո, սա է մեր անցյալը, ընկեր, մեր մեջ մի նշույլ լավ բան չի եղել, մեր ներսից միայն ցայտել են մեղքեր, ու մեր հոգին խեղճ ամեն օր պղծել։ Ով է, որ հիմա կասի համարձակ, թե ինքն այդպիսին չի եղել երբեք, թող այս բանը նա իմանա հստակ, առանց Հիսուսի այդպես բոլորս ենք։ Առանց Հիսուսի մենք մեղքի պարկ ենք ու թագավոր ենք պղծությունների։ Առանց Հիսուսի մենք գործարան ենք անօրինության, բազում մեղքերի։ Առանց Հիսուսի մենք նեռի տուն ենք, օդներ ենք չար սատանայի։ Առանց Հիսուսի մենք սև բանտում ենք, ծառաներ ենք մենք ու չարին գերի։ Տեսեք, թե աշխարհն ուր է ընթանում, ուր է գնում նա առանց Քրիստոսի։ Տեսեք, թե ուր է երկիրը քայլում, ինչ ահավոր է ու ինչ ողբալի։ Միթե երկիրն այս մեզ ապականեց, միթե պատճառը նա էր մեր անկման, միթե աշխարհը մարդկանց համոզեց, որ նրանք բռնեն դժոխքի ճամփան։ Չէ՞ որ Ծննդոց գրքում գրված է, որ երբ երկիրը Աստված արարեց, տեսավ ամենը, որ շատ բարի է, եւ ստեղծածներին իր բոլոր օրհնեց։ Բայց երբ հեռացանք մենք մեր արարչից ու լծվեցինք մենք չար սատանայով, ոչինչ չմնաց այն օրհնյալ երկրից։ Աստված անիծեց այն մեր պատճառով։ Եվ նույնպես մարմինն այս Աստծո ստեղծած սուրբ էր, գեղեցիկ եւ առանց մեղքի, բայց ահա այսօր նա ապականված է դարձել պղծությունով լի։ Նա ստեղծված էր սուրբ Աստծո ձեռքերով եւ ոչ մի արատ իր վրա չուներ եւ մի ժամանակ լցված էր փառքով։ Այո, փառքն Աստծո նրա վրա էր։ Բայց երբ հեռացան ոչից ու ականջ դրինքնենք սատանային, իսկույն բռնվեց մարմինը մեղքից, սկսեց կատարել կամքն անօրինի։ Եվ այս աշխարհում չկա մի չար բան, որ այս մարմինը գործած չլինի, նույնիսկ չի եղել ակնթարթ անգամ, կամ էլ թե մի պահ, որ չմեղանչի։ Ամեն ժամանակ մենք մեղանչել ենք, պղծության ենք մեր անձերը տվել, ու արարչի դեմ ապստամբել ենք, մեր հոգին, շունչն ու մարմինը պղծել։ Ահա այսպիսի գործած մեղքերով մենք նրա առաջ չենք կարող կանգնել։ Դրա համար էլ Հիսուսն իր մահով մեզ հաղթական մի նոր կյանք է բերել։ Աստծո խոսքն այս է, որ մեր անձերը պետք է որ մեղքին մեռած համարենք, որ չթագավորեն մեր մարմնին մեղքերը, նրա ցանկությանը չհնազանդվենք, մեր անդամները մեղքի չընծայենք անիրավության գործիք լինելու, հապա մենք նրանց Աստծուն ընծայենք սուրբ արդարության գործիք լինելու, քանզի անցյալում մեղքի ծառա էինք ու բնության բարկության որդիներ, բայց հիմա արդեն մեղքից ազատ ենք, հավատքով արդարության ծառաներ։ Եվ հիմա ինչպես մի ժամանակ մենք մեր անդամները մեղքի կընծայենք, այնպես էլ հիմա սրբություն գործենք ու արդարության նրանց ծառայեցնենք։ Ինչեր էին լսում մեր ականջները, ինչով էին նրանք անցյալում զբաղված, լսում էին նրանք մարդկանց ստերը, որ մեզ ասում էին, թե չկա Աստված։ Նրանք լսում էին չարախոսություն, բամբասանք, հումոր, խեղկատակություն, նրանք լսում էին միշտ հայոյություն, շատ չար բաներ էին միշտ նրանք լսում։
Նրանք լսում էին լուրերն աշխարհի, որ տրտմություն են միշտ մարդկանց բերում։ Լսում էին նրանք աթեիստներին, որ գոյությունն էին Սուրբ Աստծո ժխտում։ Այսօր դու ուղղիր քո ականջները ու մտիկ արա դու քո արարչի, դու լսիր նրա կենաց խոսքերը ու ականջ դիր Սուրբ Հիսուս Քրիստոսին։ Նա կխոսի քեզ իր սիրո մասին, կասի, որ քեզ է ամեն օր փնտրում։ Նա կասի քեզ սուրբ խոսքեր երկնային, որ քեզ համար է միշտ բարեխոսում։ Այսօր դու լսիր, ականջ դիր նրան, նա է այն կյանքը հավիտենական։ Նրա բերանից խոսքեր դուրս կգան, և խոսքերն այդ քեզ այսօր կյանք կտան։ Ինչ էին անում մեր աչքերն անցյալում, ինչով էին նրանք անդադար զբաղված։ Միշտ ցանկանում էին ու միշտ շնանում, նրանք մեղքերի համար էին միշտ բաց։ Ու քո աչքերից պարզ երևում էր ներսից նախանձը ու սրտի թույնը։ Նրանց միջոցով արտահայտվում էր դե բոլոր մարդկանց քո ատելությունը։ Այնտեղից նեռն էր աշխարհին նայում ու թույն էր թափում խեղճ մարդկանց վրա։ Նույնիսկ գիշերը նրանք չէին փակվում, դու կատարում էիր պահանջը նրա։ Այսօր հառիր դու աչքերդ երկինք, ուր պիտի գա փրկիչ տամպերով։ Մի նայիր դու այս կյանքին վաղանցիկ, հապա միշտ երկինք դու նայիր հույսով։ Այսօր աչքերդ բաց արա, նայիր դու մարդկանց Տիրոջ աչքերով։ Թող Քրիստոսն այնտեղ փայլի փառքով իր ու քայլի այնտեղ իր անմար սիրով։ Ինչպես աչքերդ քո մարմնի լույսն է, որով տեսնում ես շրջապատը քո, այնպես քո հոգու լույսը Քրիստոսն է, որով կարող ես քայլերն ուղղել քո։ Իսկ մեր ձեռքերը ինչ էին անցյալում, ինչ էր հին մարդը նրանց թելադրում, անվերջ գողություն ու սպանություն, լոկ այդ էին նրանք անցյալում գործում։ Եկեք պարզենք մեր ձեռքերը դեպվեր, ինչպես Մովսեսը, երբ բարձրացնում էր բանակն Իսրայելի հաղթանակում էր, այսօր մեզ էլ են պետք հաղթանակներ։ Հերիք է, որքան սրան գողացան, եկեք մենք այսօր տալը սովորենք և հիշենք Տիրոջ ասած խոսքը այն, երանելի է տալը, քան առնել։ Իրոք, որ այսօր եկեք ձեռք մեկնենք ու բարի կանենք չքավորներին և առատաձեռն այսուհետ լինենք, որ բնորոշ է հավատացյալին։ Եվ ինչպես էինք գործածում այն ժամ այս մեր ոտքերը, ինչպես էինք քայլում։ Նրանք բռնել էին կորուստի ճամփա, աշխարհի բռնած ճամփով էին գնում։ Աճապարում էին նրանք պղծության, արագ վազում էին արյուն թափելու։ Նրանք գործիք էին անիրավության, պատրաստ էին դեպի մեղքը վազելու։ Եկեք ուղենք մեր քայլեր այսօր, ցնծությամբ մտնենք Տիրոջ դռները, գանք Աստծո տունը այժմ, ամեն օր, վայելենք Տիրոջ օրհնությունները, քայլենք Հիսուսի սուրբ շավիղներով ու չխոտորվենք երբեք նրանցից, քայլենք Քրիստոսի քայլած նեղ ճամփով, որ չզրկվենք կենաց պսակից։ Ով իմ սիրելի անգին եղբայրներ, ավետարանչի կոշիկներ հագեք, ուղղեք ոտքերը ձեր տարբեր վայրեր, ավետարանը մարդկանց քարոզեք։ Հիմա մենք անցնենք մի շատ կարևոր այս մեր անդամին, որ կապական է մարմինը բոլոր ու գեհենից նա միշտ կբռնկի։ Նա շատ անզուսպ է, չար է ու անսանձ, նաև լցված է թույնով մահաբեր, չկա աշխարհում մի որևէ անձ,
որ կարող լինի նրան նվաճել։ Այդ մեր լեզուն է, այո, մեր լեզուն, որ միշտ փորձանք է մեր գլխին բերում, նրա պատճառով մենք շատ ենք տուժում, նրա ցանածն ենք մինչ հիմա հնձում։ Եկեք մենք օրհնենք մեր Քրիստին այսօր, մեր լեզուն հանձնենք Տիրոջ Սուրբ Հոգուն եւ աղոթ կանենք անվերջ ամեն օր, թող սաղմոս ասի այսօր մեր լեզուն։ Հերիք է կյանքի անցած օրերը, որ անիծում էինք ու միշտ բամբասում, Տերն ուզում է, որ մեր լեզուները երգեն միմիայն փառաբանություն։ Եվ մեր մարմինը այսօր Տիրոջն է, նա պատկանում է Հիսուս Քրիստոսին։ Այսօր մարմինն այս Աստծո տաճարն է, ուր բնակվում է Տիրոջ Սուրբ Հոգին։ Եվ ով տաճարը այդ ապականի ու ապրի մարմնի ցանկություններով, Աստված է նրան պիտ ապականի ու պիտ այրվի նա անմար կրակով։ Բայց այսօր ինչպես գրված է գրքում, մեր մարմինները պետք է ընծայենք, որպես կենտանի զոհ մեր Աստծուն։ Ու Տիրոջ կամքը այսուհետ փնտրենք։ Թող այսուհետև մեր անդամները չար սատանային գործիք չլինեն, այլ թող գործածի նրանց մեր Տերը, որ Քրիստոսի հետ հավիտյան քայլենք։ Տերը իմ հովիվս է, ես ոչ մի բանի կարոտություն պիտի չունենամ, ինձ հոտավետ արոտների մեջ կպարկեցնե, հանդարտ ջրերի մոտ ինձ կառաջնորդ է, հոգիս կնորոք է, իր անվան համար արդարության ճամփաների մեջ կառաջնորդ է ինձ, թեև մահվան շուքի ձորի մեջ էլ պտտվեմ, չարից պիտի չվախենամ, քանի որ դու ինձ հետ ես, քո ցուպդ ու գավազանդ, նրանք ինձ պիտի մխիթարեն, սեղան կպատրաստես իմ առջևս, իմ թշնամիներից դիմաց, իմ գլուխս յուղով կոծես, իմ բաժակս խիստ լեցուն է, հիրավի բարերարությունն ու ողորմությունը ինձ հետ պիտի գան կյանքիս բոլոր օրերի մեջ,